Ռուսաստանի դեմ կռվող ցանկացողների դաշինքին Երևանում հյուրընկալելով, ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի իշխանությունը, այսպես ասած, հուղարկավորում է Եվի քաղաքականությունը եւ Հայաստանը վերածում է Մոսկվայի դեմ թիրախի։ Գիտեք, ես կարծում եմ, Եվի քաղաքականությունը առանձնապես չի եղել այս իշխանության օրոք, այսինքն, գիտեք, Եվը հնարավոր է լինում իրականացնել որոշակի աշխարհաքաղաքական պայմաններում առասարակ, այսինքն, երբ օրինակ տարբեր աշխարհաքաղաքական բևեռների միջև հարաբերությունները շատ սրված չեն լինում, ապա այդ դեպքում լինում է իրականացնել Եվը կամ ժամանակին կոմպլեմենտարիզմի մասին էին ասում, բայց երբ նման հակասություններ կան կողմերի միջև, աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչպես ասենք, օրինակ Ռուսաստանի եւ օրինակ ժամանակին դա կոչվում էր հավաքական արևմուտքի միջև, հիմա ես կարծում եմ այդ հավաքական արևմուտք հասկացողությունը գոյություն չունի, կա Միացյալ Նահանգներ առանձին, որը ունի իր առանձին հարաբերությունները նույն Ռուսաստանի հետ եւ կա բրյուսելյան Եվրոմիությունը, բրյուսելյան, այսպես ասենք, բյուրոկրատիան, որը վարում է որոշակի քաղաքականություն Ռուսաստանի դեմ եւ ոչ միայն Եվրոմիությունը, այլ նաեւ Մեծ Բրիտանիան, որը որ, ինչպես գիտեք, համենայն դեպս Եվրոմիությունից դուրս է գտնվում։ Այս առումով, երբ Հայաստանի իշխանությունները 18 թվականից սկսած պարբերաբար խոսում են Եվի մասին, դա ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ 14 թվականից սկսած, մոտավորապես 2014 թվականից սկսած, այսինքն այն պահից, երբ ըստ էության Ուկրաինայում տեղի ունեցավ այսպես կոչված հեղափոխություն, Ղրիմի գործընթացը տեղի ունեցավ, դրանից հետո հարաբերությունները Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև ծայրահեղ սրված են։ Եվ այդ պարագայում, եթե դու որևէ մի դաշինքում ես գտնվում, թե ռազմաքաղաքական ինչպիսի ՀԱՊԿ-ն է եւ կամ տնտեսական ինչպիսիք ԵԱՏՄ-ն է, ապա ըստ էության դու չես կարող միաժամանակ, այսպես ասենք, փորձես եւ քաղաքականությունը կամ դա պատրանք է ընդհանուր առմամբ։ Ինչի մասին Ռուսաստանից բառացիորեն ասացին ամենաբարձր մակարդակով։ Ռուսաստանը գուցե երկար ժամանակ դրա մասին չէր խոսում, կամ եթե խոսում էր փակ դռների հետևում էր խոսում, հետևես վստահ եմ, որ նույնիսկ եթե հրապարակային դաշտում նախորդ հանդիպումների ժամանակ բարձր մակարդակով դրա մասին չէր խոսում, խոսվում էր հիմնականում հաջողությունների մասին, տնտեսական աճի մասին, բայց այդ ժամանակ էլ երբ խոսում էր տնտեսական աճի մասին, միշտ ի ցույց էր դրվում, որ այդ տնտեսական աճը, որը որ կա Հայաստանի մոտ եւ այն ապրանքաշրջանառությունը, որ կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, դա ի շնորհիվ ԵԱՏՄ ֆորմատի է։ Միշտ այդ դրա մասին էլ էր ասվում, այսինքն գուցե բաց տեքստով ուղղակիորեն չէր ասվում, ինչպես վերջերս մենք ականատես եղանք, բայց այնուամենայնիվ դա հասկացվում էր եւ տարբեր մակարդակով, հենց նույն Ավերչուկի մակարդակով դա անընդհատ ինչ որ տարբերակների մասին ասվում էր, ինչ որ պրետենզիաների մասին Ռուսաստանի ասվում էր։ Հիմա Եվի քաղաքականություն հասկացողությանը այդ պատրանքին պաշտոնապես էլ է վերջ դրվել այդ հանդիպման ընթացքում, այդ հայտնի հանդիպման ընթացքում ապրիլի 1-ին տեղի ունեցած Պուտինի եւ Փաշինյանի միջև տեղի ունեցած երկխոսության ընթացքում։ Տեսեք, հիմա շատ ավելի բարդ իրավիճակ է ստեղծվում հայ-ռուսական հարաբերություններում, որովհետև դա կարելի է նույնիսկ շրջադարձային պահ համարել, որովհետև տեսեք, քիչ առաջ դրա մասին էի խոսում, ռուս-ամերիկյան հարաբերությունները եւ ռուս-եվրոպական հարաբերությունները, եվրոմիութենական հարաբերությունները, դրանք տարբեր բաներ են այսօրվա դրությամբ։ Սա արդեն Բայդենի ժամանակահատվածը չի, երբ խոսքը գնում էր նույնատիպ հարաբերությունների մասին, այդ հավաքական արևմուտքի մասին, հա, Ռուսաստան հավաքական արևմուտք։ Հիմա նույնիսկ շատ դժվար է ասել, ում հարաբերություններ են ավելի բարդ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության, թե Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Ես կարծում եմ, օրինակ այսօրվա հարաբերությունները Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների շատ ավելի ծանր են, շատ ավելի բարդ են եւ ոչ դաշնակցային ամենևին էլ, քան ասենք
ամերիկա-ռուսական հարաբերությունները, որոնք ինչ որ չափով պրագմատիկ դաշտում են գտնվում, այսինքն փոխադարձ օգտակարության դաշտում են գտնվում։ Եվ երբ Հայաստանը սերտացնում է, փորձում է գոնե հայտարարությունների մակարդակով փորձում է սերտացնել իր հարաբերությունները այն Եվրոպական միության հետ, որը Ռուսաստանի հակառակորդն է, եթե չասեմ ուղղակի թշնամին, փորձում է այստեղ մայիսի 4-ին 5-ին այդ եվրոպական համայնքների այդ կոնֆերանսը անցկացնել, իսկ եվրոպական համայնքների կոնֆերանսը, որը որ հենց հիմնականում նաև Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, նպատակ ունի հենց ուկրաինական պատերազմում կոնսոլիդացնել ուժերը Ռուսաստանի դեմ, եւ երբ այդ կոնֆերանսն է տեղի ունենում Հայաստանում եւ ակնհայտ է, որ այդ կոնֆերանսի ընթացքում հնչելու են ծայրահեղ հակառուսական ելույթներ, թեզեր, հայտարարություններ եւ ինչ որ որոշումներ են ընդունվելու, հակառակ դեպքում նման ոչ կազմակերպություն կլիներ ինստիտուտ որպես այդպես, ոչ էլ նման հանդիպում կլիներ, ապա դա Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես հակառուսական քայլ, թշնամական քայլ եւ դրա մասին գոնե փոխվարչապետ Ավերչուկի մակարդակով բազմաթիվ անգամ ասվել է, իսկ վերջի շրջանում շատ ավելի բաց է ասվում, որ դա Հայաստանը ըստ էության տեղափոխվում է Ռուսաստանի թշնամիների շարք։ Պարոն Հակոբյան, եթե Փաշինյանը վերընտրվում է, բայց հայ-ռուսական կապերը խզվում են եւ Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցներն արդեն անխուսափելի են դառնում Հայաստանի համար, հայ ժողովուրդը, Հայաստանը, հայաստանցիներս, մենք ունենք այդ տնտեսական այլ ընտրանքը, թե վստահ կարող ենք հայտարարել, որ մենք կանգնելու ենք կոլապսի առաջ։ Պարզ է, որ այն ծավալը, այն ծավալները, որոնք կան, որոնք ուրեմն Ռուսաստանը ծածկում է Հայաստանում, այսինքն հայ-ռուսական հարաբերությունների այն ամբողջ ծավալը, որը գոյություն ունի, ընդ որում ռազմավարական նշանակության ծավալների մասին է խոսքը, էներգետիկա, հաց, հացամթերք, նավթամթերք եւ այլը, այսինքն էներգակիրներ, այսինքն այնպիսի ռեսուրսների մասին է խոսքը, որոնք գնագոյացում են ապահովում, այսինքն պարզ է, չէ, որ նավթի կամ գազի գնի ավելացումը ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտով բերելու է մնացած ապրանքների զգալի աճին, սննդամթերք եւ այլը։ Եվ դեռ մեծ հարց է լոգիստիկ առումով, ասենք Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն մակարդակով պահպանվելու են թե չէ, որովհետև հենց նույն Ավերչուկը ասում էր, որ եթե RŽԴ-ն չպետք է լինի Հայաստանում, եթե Նիկոլ Փաշինյանի ծրագրերը իրականացվեն եւ RԺԴ-ն զրկվի կոնցեսիոն իրավունքներից, ապա ուղղակիորեն երկաթգծային կապը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նույնպես կդադարեցվի, ավիացիայի մասին է նույնը ասվում։ Այսինքն պարզ է, որ այդ հարաբերությունների խզումը եւ տնտեսական հարաբերություններում իբր այլընտրանքների որոնումը որևէ բանի չի կարող բերել, որովհետեւ դա պարզապես հնարավոր չէ, գոնե առնվազն տեսանելի ապագայում այս առումով։ Ես կարծում եմ զուտ քաղաքական մանիպուլյացիաների ոլորտից է, երբ ասենք հայտարարվում է, որ եթե գազի գինը բարձրացնեն, ապա մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից եւ այլը, եւ ցնդաբանությունը այն թեզը, որ Հայաստանի ըստ էության անկախության կամ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Սրա տակ իհարկե պետք է հասկանալ, որ իբր Ադրբեջանից Հայաստանը նույն գներով, ասենք, կարող է գազ, նավթ եւ այլը, ասենք, ձեռք բերել։ Սա ուղղակի մանիպուլյացիա է, սա տարական հիմարություն է, դա տարական հիմարություն է, որը որ ուղղված է իրենց սեփական ընտրազանգվածին, միայն իրենց սեփական ընտրազանգվածին, որոնք, ասենք, սոցիալական ցածր պատասխանատվություն ունեն երկրի նկատմամբ եւ ընդհանրապես քննադատական մտածելակերպ չունեն, որովհետեւ ցանկացած մարդ, որը որ կարողանում է մեկին գումարած մեկը անել, ինքը շատ լավ հասկանում է,
թե դա ինչի կարող է բերել։ Ես չեմ բացառում, որ գուցե ժամանակի ընթացքում, տասնամյակների ընթացքում նոր ինստիտուտներ, նոր կոնֆիգուրացիաներ, նոր ինֆրաստրուկտուրաներ կձևավորվեն, նոր աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ կոնյունկտուրա կձևավորվի, որի արդյունքում աստիճանաբար ասես ռուսականի տեղը կլցվի այլ ծագում ունեցող ապրանքներ ռուսականի փոխարեն, բայց ամեն դեպքում աշխարհագրությունը չես կարող փոխել ընդհանուր առմամբ եւ գոնե էներգակիրների առումով այստեղ ընտրությունը շատ մեծ չէ առհասարակ։ Այս առումով ես կարծում եմ ինքը շատ բավականին վտանգավոր խաղերի մեջ է մտել Հայաստանի իշխանությունները, առավելևս որ դա ինքնին հիմնված է տարական բլեֆի վրա, այսինքն իբր Հայաստանը գնում է Եվրոմիություն, իբր բառի բուն իմաստով, որովհետև ոչ Հայաստանն է գնում Եվրոմիություն, ոչ Եվրոմիությունն է առավելևս սպասում, Հայաստանը նույն հաջողությամբ կարող էր հայտարարել, որ ինքը ձգտում է դառնալ Միացյալ Նահանգների 51 կամ 52-րդ շտատը, հաշվի առնելով այն, որ ասենք Միացյալ Նահանգները հաշկ ունեն եւ Գրենլանդիայի եւ Կանադայի եւ Մեքսիկայի վրա, չգիտեմ համարով որը, նույն հաջողությամբ դրա մասին կարելի ասել։ Այսինքն ամբողջ քաղաքականությունը հիմնված է բլեֆի վրա։ Պարոն Հակոբյան, բայց հետևանքները, տնտեսական հետևանքները, անվտանգային հետևանքները իրենք իրական են լինելու։ Այս առումով ցավում եմ, բայց այդպես է, այսինքն դու չես կարող առանց ռեալ այլընտրանքների հայտարարելով, որ գիտեք, մեր այլընտրանքը Ադրբեջանն է, ընդհանրապես, այսինքն դա լուրջ մարդկանց, մի քիչ ուղեղ ունեցող մարդկանց, այսինքն դա ներկայացնես, որ իրական այլընտրանք նրան ինչ որ գոյություն ունի։ Ամբողջ աշխարհը այսօր փորձում է մանևրել Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, փորձելով շրջանցել տարբեր տիպի սանկցիոն ռեժիմները, որպեսզի կարողանա, այսպես ասենք, հնարավորինս տանելի գներով ձեռք բերել այն էներգակիրները, այն ապրանքները, որոնք, ասենք, մատակարարում է միայն Ռուսաստանը կամ իր դաշնակիցները այս առումով։ Իսկ մենք ըստ էության ինչ որ մի բլեֆի հիման վրա, զուտ քաղաքական բլեֆի հիման վրա, զուտ նրա համար, որպեսզի այսօրվա իշխանությունը փորձի կերակրել այդ բլեֆը իր ընտրողներին եւ վերարտադրվի, մենք կարծում եմ հետևանքները բավականին ծանր են լինելու։ Հիմա դրա մասին մի փոքր ավելի մանրամասն արտաքին քաղաքական հաղթանակ է համարում Հայաստանի իշխանությունը եվրոպական առաջնորդներին Երևանում առաջիկայում հյուրընկալելը, իսկ ձեր խոսքից արդեն ենթադրում եմ, որ բնավ չեք կիսում այդ կարծիքը, որ դա արտաքին քաղաքական հաղթանակ է, բայց արդյոք կիսում եք այն կարծիքը, որ դա փաստացի նախընտրական PR շոու է Փաշինյանի կողմից եւ որ ամենակարևորն է նմանատիպ PR շոուները, նմանատիպ իրադարձությունները Հայաստանի համար ինչքան թանկ կարող են նստել։ Գիտեք, ես կարծում եմ դա եթե նվաճման մասին է խոսքը գնում, եթե դա լիներ հանգիստ ժամանակահատված, խոսքը նախընտրական կամ չգիտեմ այլ բանի մասին չէ, խոսքը աշխարհաքաղաքական այսօրվա կոնյունկտուրայի մասին է, այսինքն շուրջ բոլորը այսպես գնում է աշխարհի վերաձևման գործընթացը, այսինքն օրական ռեժիմով ենք մենք հասկանում, մենք պատերազմի ռեժիմի մեջ ենք, թե խաղաղության ռեժիմի մեջ ենք, նորից եմ ասում, դա ոչ թե Հայաստանին է միայն վերաբերվում, դա վերաբերվում է եւ տարածաշրջանին եւ ամբողջ աշխարհին, այսինքն ամբողջ աշխարհը ուզում է ամեն օր զարթնում է եւ փորձում է նորություններից իմանալ, թե ասենք Տրամպը ինչ ծրագրեր ունի եւ դրանից ելնելով հասկանա հիմա դա արդեն խաղաղություն է, թե արդեն նորից պատերազմ է եւ այլն, եւ այս պայմաններում, երբ ըստ էության Հայաստանը դառնում է ինչ որ մի համաշխարհային կոնֆլիկտի փաստացի կողմ, հայտնվելով ոմանց ճամբարում, հա, սա ես կարծում եմ ընդամենը ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ ավանտյուր է ընդհանուր առմամբ։ Խոսքը նորից եմ ասում, չի վերաբերում նրան, որ Ռուսաստանինն է լավ, թե ինչ։ Խոսքը պրագմատիկ դաշտի մասին է, կա այն ինչ որ կա,
եւ այսպես ասենք առանց կտրուկ քայլերի է, եթե շատ վատ է, որ կախվածությունը այսօր Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք անգամներով ավելացել է, քան ասենք ավելի պրոռուսական ժամանակին համարվող իշխանությունների օրոք, հա, անգամների մասին է խոսքը 6-7 անգամ է ավելացել այս ամեն ինչը կախվածությունը Ռուսաստանից, բայց այսինքն ժամանակ է պետք, որպեսզի շատ էֆեկտիվ, շատ զգուշ, շատ հանգիստ փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա որոշակի բալանսի բերել հարաբերություններ, բայց երբ զուտ քո իշխանությունը պահպանելու համար մտնում ես աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ, դա բնականաբար հղի է բավականին լուրջ վտանգներով։ Իսկ ինչ վերաբերում է դա նվաճում է թե չէ, գիտեք, եկեք հարցնենք Տրամփին, եվրոպացիների հետ սերտ հարաբերությունները, ասենք Տրամփի կարծիքով Հայաստանի սերտ հարաբերությունները դա Հայաստանին ուժեղացնում են թե թուլացնում են։ Առավելևս, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նույն ոգևորությամբ խոսում էր տրիպի մասին եւ ասում էր, որ Միացյալ Նահանգներն են Հայաստանի անկախության ապահովագրությունը 99 տարով գրավականը այս առումով։ Եվ վերջապես անդրադառնալով ձեր հաջորդ հարցին, նյուանսին, այսինքն որքանով է դա ազդում մեր ընտրողների վրա, ես կարծում եմ բացարձակապես չի ազդում։ Ընդհանրապես ես կարծում եմ հիմա աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ որևէ մեկի կարծիքը չկան հեղինակություններ, այնպիսի հեղինակություններ, որպեսզի իրենց աջակցությունը, իրենց հայտարարությունները որոշիչ դեր խաղան։ Իրենք կարող են որոշակի նյուանսներ հաղորդել, բայց մենք տեսանք նույն Հունգարիայում Օրբանին ուղղակիորեն եկել էր աջակցելու Վենսը, հա, նույն Վենսը, որը իր աջակցության մասին էր հայտարարել Երևանում, բայց մենք տեսանք, որ Օրբանը բավականին մեծ հաշվով, ինչպես ասում են, պարտվեց իր մրցակցին։ Խնդիրը նրանում չէ, մրցակիցը ավելի լավն է, թե ավելի վատն է, դա իրենց ներքին խնդիրներն են, ի վերջո իրենք ամենայն հավանականությամբ պատասխանատու են այդ ժողովուրդը իր ընտրության համար, դա իրենց խնդիրն է ընդհանուրը, բայց փաստը մնում է փաստ, որ այլևս մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ չկան հեղինակություններ, որոնց խոսքից է կախված, թե ինչ է լինելու ընդհանուր առմամբ։ Այլ հարց է, որ կարող են լինել այլընտրանքային մոտեցումներ, այլընտրանքային առաջարկներ նաև դրսից, որոնք վերլուծությունների արդյունքում լուրջ ժողովուրդները կամ ավելի շուտ այդ ժողովուրդների էլիտաները իրենք կարող են դա ադապտացնել գետնի վրա, մատերի վրա իրենց ժողովրդին բացատրել, ինչպես հիմա ենք ասում, թե որն է ավելի հեռանկարային տվյալ պահին, պատմական այդ տվյալ պահին տվյալ ժողովրդի համար։ Իսկ Եվրոմիության հեղինակությունը Հայաստանում չեմ կարծում, որ այնքան բարձր է, բրյուսելյան բյուրոկրատիայի, որ դա կարող է ազդել, որովհետև ի վերջո գիտեք, շատ երկրների ղեկավարներ, որոնք ամենայն հավանական կգան Հայաստան, իրենք խնդրեմ ունեն իրենց ընտրողների հետ իրենց երկրներում, այսինքն մեկը լինի իրենց հեղինակությունը բարձրացնի, իրենց երկրներում առհասարակ իրենց հեղինակությունը բարձրացնի, եւ ընդհանուր առմամբ մենք միշտ պետք է նաեւ հիշենք իրականությունը, որ Պրագայում տեղի ունեցածը, այսինքն Արցախը Ադրբեջանին հանձնելը տեղի ունեցալ հենց Եվրոմիության խավորությամբ, եթե հիշում եք, այդ դահլիճում Պրագայում նստած Մակրոնը, Շարլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, չեմ հիշում, ինչ որ մեկն է կար, նմանատիպ կալիբրի։ Այս պահին ես էլ չեմ կարողանում հիշել, ներողություն։ Եթե մենք չենք հիշում, ուրեմն ավելի անկարևոր մարդիկ էին, քան նրանք, ում մասին մենք ասացինք, այսինքն ես ուզում եմ ասեմ, Արցախը, Ադրբեջանը եւ վերջ հայտարարությունը հնչել է նման այդ հարթակում, ոչ ամերիկյան հարթակում, ոչ ռուսական, ոչ չինական, ոչ իրանյան, ոչ նույնիսկ թուրքական հարթակում, հնչել է հենց եվրոպական հարթակում, այդ մեր նշած եվրոպական լիդերների եւ եվրոբյուրոկրատիայի ներկայացուցիչի ուղակի մոդերատորությամբ, եթե չասեմ, իրենց դրդմամբ։ Պարոն Հակոբյան, փորձենք ամփոփել մեր զրույցը։ Հիմա մայիսյան այս գագաթնաժողովները եւ այլն, որևէ հույս չկա, որ կարող են դիվանագիտական բեկում ապահովել,
այդպիսի հույս ունենալ պետք չէ եւ տվյալ դեպքում ի հակառակ դրան արդյոք դա կարող է բայց որևէ նախընտրական արկածախնդրության վերածվել, բայց արդեն գետնին վրա հստակ։ Զուտ փաստ է, որ այն տեղի է ունենալու։ Ես ընդհանրապես գիտեք, երբեմն կարծում եմ, որ Մոսկովյան հանդիպումից հետո հիմա Նիկոլ Փաշինյանը շատ բան կտար, որպեսզի այս գագաթաժողովը նույնիսկ չլիներ, որովհետև իր իշխանության համար շատ ավելի վտանգավոր է այդ գագաթաժողովի անցկացումը Երևանում, քան եթե դա տեղի չունենար։ Եթե սկզբնական փուլում գուցե իրեն թվում էր, որ դա հզոր քարոզչական ռեսուրս է, PR է, այսպես ասենք, ապա ես կարծում եմ այն բանից հետո ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, այսինքն այն այլընտրանքը հնարավոր, տխուր այլընտրանքը, որ իրեն ներկայացվեց, թե բաց մասում եւ ենթադրում եմ նաեւ փակ մասում, որովհետեւ եթե փակ մասը ավելի լավ անցներ, քան բաց մասը, ապա չէր լինի Ավերչուկի հաջորդ օրվա ծավալուն հարցազրույցը բոլոր մանրամասներով, ես կարծում եմ ինքը ամեն ինչ կաներ հիմա որպեսի այսպես ասենք այդ գլխացավանքի մեջ չմտներ, որովհետև նորից եմ ասում, հնարավոր չի, որ այդ գագաթաժողովը ինքը ընդհանրապես մեկ իմաստ ունի։ Այդտեղ պետք է հնչեն հայտարարություններ, մեմորանդումներ, չգիտեմ ինչ որ բաներ ստորագրվեն, որոնք ակնհայտորեն զուտ հակառուսական են։ Իմաստը այդ կազմակերպության հենց այդպիսին է։ Եվ դա լինելու է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, լինելու է Հայաստանի Հանրապետության գործող իշխանության օրոք եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ, իր մասնակցությամբ, որտեղ ինքը կամ ներկայ է լինելու, կամ կանգնած է լինելու այդ հայտարարողների շուրջ եւ այլ եւ այլ։ Ես համոզված եմ նույնիսկ, որ իրենից պահանջելու են իր այսօրվա կուկլավոդները, որպեսզի ինքը նաեւ ինքն էլ որոշակի հայտարարություններ անի, որոնք ես կարծում եմ Ռուսաստանում եւ սպասում են եւ Ռուսաստանին գուցե լրացուցիչ արգումենտներ են պետք, որպեսզի Աստված չտա իր սպառնալիքները գործի դնի։